Մենք չափազանց անկեղծ ենք եւ մենք միշտ ենք անկեղծ եղել։ Մենք չէ, որ որևէ բան ենք անում Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վատթարացնելու համար, հակառակը մենք Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պնդում է, հայկական կողմը ամեն ինչ արել է ու շարունակում է անել Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար։ Մինչդեռ հայ տնտեսվարողների դեմ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում, որոնք ըստ նրա անարդարացի ու անտեղի են։ որ Եվրասիական տնտեսական միության գոյության ամբողջ իմաստը ապրանքների ազատ շարժն է եւ անմաքս։ Իսկ այստեղ մենք գործ չունենք ազատության հետ առնվազն դե ֆակտո։ Մայիսից սկսած Ռուսաստանի Դաշնությունն արգելեց հայկական գյուղմթերքի, ձկնամթերքի, կաթնամթերքի ներմուծումը Դաշնություն։ Արդյունքում հայ տնտեսվարողները մեծ խնդիրների բախվեցին։ Ռուսական կողմը պնդում է հայկական արտադրանքը չի համապատասխանում սանիտարական պահանջներին։ Այսօր նման պնդում է կրկին արել Դաշնության արտգործնախարարության դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը, միաժամանակ ընդգծելով առևտրի ծավալների կրճատումը Ռուսաստանում ճգնաժամ չի առաջացնի։ Չնայած ռուսական կողմը պնդում է, թե հայկական արտադրանքում շեղումներ են եղել, սահմանափակումները Հայաստանին ուղղված բացահայտ քաղաքական մեսիջ են։ Այդպես են կարծում նաև Հայաստանի կառավարությունում։ Սահմանափակումներին զուգահեռ Մոսկվայից Երևանին հորդորում են շուտապույտ կողմնորոշվել ու հանրաքվե անցկացնել։ Մնում են Եվրասիական տնտեսական միությունում ու շարունակում օգտվել կառույցի առավելություններից, թե շարժվում են դեպի Եվրամիություն։ Երևանից արձագանքում են հանրաքվե անցկացնելու որոշում կկայացնեն միայն Եվրամիության անդամության պաշտոնական դիմում ներկայացնելուց, համապատասխան արձագանք ստանալուց ու գործընթացի ճանապարհային քարտեզ ունենալուց հետո։ Միաժամանակ Փաշինյանը 2 օր առաջ հայտարարեց, թե Հայաստանը առաջիկայում կսկսի Եվրամիության անդամության դիմում ներկայացնելու գործընթացը։ Նրա այս վերջին հայտարարությունը էլ ավելի է սրել Ռուսաստանից հնչող հայտարարությունների հռետորաբանությունը։ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը այսօր Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը ցինիկ է որակել։ Ցանկալի է, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարի, որովհետև եթե Հայաստանն ընդունում է Եվրամիությանն անդամակցելու մտադրության մասին օրենք, դե այդ դեպքում ինչու եք օգտագործում ԵԱՏՄ-ի հնարավորությունները, ինչու եք խաբում դրա մասնակիցներին, դա ցինիկ պահվածք է, դա սխալ է, վերցրեք եւ ասեք, գնում եք Եվրամիություն, գնացեք, բայց այդ դեպքում այստեղ պետք չէ արտոնություններ ստանալ։ Здесь не нужно получать преференции. Հայաստանը մտադիր չէ ԵԱՏՄ-ից դուրս գալ Դորս հեռուստաալիքի հետ զրույցում երեկ հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։ Նա միաժամանակ ասել է, եթե մոտ ապագայում անցկացվեր հանրաքվեն, ապա Մոսկվայում խիստ կվշտանային Հայաստանի բնակչության արձագանքից, քանի որ նրա խոսքով անգամ իշխող կուսակցությանը չընտրած քաղաքացիները վիրավորված են Ռուսաստանի դիրքորոշումից 2020 թվականի պատերազմի ու դրան հաջորդած իրադարձությունների ժամանակ։ Սիմոնյանն անտեղի ու չափազանց ագրեսիվ է որակել Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որ Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը, բայց կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կցանկանայինք, որ ռուս գործընկերները ըմբռնումով մոտենային մեր իրավիճակին, որովհետև մենք չենք պատրաստվում մնալ տնտեսական ու ռազմական փակուղում, հայտարարել է Ալեն Սիմոնյանը։ Երևանից ռուսական կողմին ըմբռնումով մոտենալ են խնդրում նաև երկաթուղու հարցում։ Դրա ռուսական կառավարման հանգամանքն ասում են Հայաստանի զրկում է միջազգային տրանսպորտային երթուղիներին ինտեգրվելու հնարավորությունից։ Այդ պատճառով առաջարկել են երկաթուղու կառավարման կոնցեսիոն իրավունքը վաճառել կողմերի համար ընդունելի ու բարեկամ որևէ երրորդ երկրի, ինչը Ռուսաստանի համար ընդունելի չի։ Ռուսաստանի արտգործնախարարությունից այսօր հայտարարել են Հայաստանը նման առաջարկ է անում Արևմուտքի ճնշման արդյունքում, ապացույցն էլ այն է, որ նախկինում նման հարց երկու երկրների հարաբերություններում չի եղել։ Արևմուտքը Հայաստանից ըստ ռուսական կողմի պահանջում է տրանսպորտային ոլորտից դուրս մղել ռուսական գործոնը, դրա դիմաց խոստանալով ներդրումներ։ Դա ըստ Մոսկվայի լիովին համահունչ է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների մեջբերում կեղտոտ խաղերին։ Մոսկվայում վստահ են ռուսական կոնցեսիոն կառավարման հանգամանքը չի խոչընդոտում Հայաստանին միանալ միջազգային լոգիստիկ նախագծերին։ Դորս հեռուստաալիքի եթերում Ալեն Սիմոնյանը հավաստիացրել է, երկաթուղիների կառավարումը երրորդ կողմին փոխանցելու դիմումը քաղաքական քայլ չէ։ Երևանը ռուսական կողմից ճկունություն է ակնկալում, հակառակ դեպքում ասում է, կարող են դիմել դատարան, քանի որ ենթակառուցվածքների գործունեությունը ազգային անվտանգության հարց է։